Դիլիջանում մեկնարկեց եկեղեցու կառուցման ծրագիրը, հողօրհնության արարողությանը մասնակցում էր ամենայն հայոց կաթողիկոսը։ Դիլիջանի պատմության ընթացքում 4 եկեղեցի է կառուցվել, բայց դրանք մեր օրեր չեն հասել, անգամ չեն պահպանվել եկեղեցիների հիմքերը։ Եկեղեցական բոլոր արարողությունները Դիլիջանի հոգևոր թևը ստիպված է եղել կատարել Թուֆենկյան կենտրոնում։ Եկեղեցին հրավեր է մեր հավատացյալ զավակներին, որպեսզի Աստուծով ապրեն իրենց կյանքի ընթացքը, որպեսզի ավետարանի պատգամներն ու պատվիրանները կիրառեն իրենց կյանքում եւ շենացնեն կյանքը մեր հայրենիքի։ Եկեղեցու կառուցմանը միացել են նաև դիլիջանցիները ու քաղաքի գրեթե բոլոր կառույցները։ Քաղաքապետարանում բացված հիմնադրամին արդեն փոխանցվել է $50,000 համարժեք դրամ։ Ընդհանուր ջանքերով ես վստահ եմ, որ շատ արագ կունենանք մենք արդեն քաղաքում եկեղեցի։ Եկեղեցու ընդհանուր մակերեսը լինելու է 550 քառակուսի մետր, այն կառուցվելու է 4.5 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Ճարտարապետը Պետերբուրգից է եկել, Մաքսիմ Աթայանցը դժվարացավ առանձնացնել կառույցի գլխավոր առավելությունը։ Սա շատ մեծ պատիվ է յուրաքանչյուր ճարտարապետի համար։ Եկեղեցին ամենագլխավորն է, որ հնարավոր է։ Հատկապես նման մեծ, լավ քաղաքում, ինչպիսին է Դիլիջանը, որտեղ եկեղեցի չկար եւ հիմա պետք է հավատանք, որ կլինի։ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի ղեկավարը հույս հայտնեց, որ եկեղեցին կդառնա հոգևոր կենտրոն։ Եկեղեցի կառուցում սկսել է սա հոգևոր մի հատ յուրահատուկ իրադարձություն է մեր բոլորի համար։ Դիլիջանի եկեղեցու շինարարությունը կսկսվի 2016-ի ապրիլին, այն կառուցվելու է Մայրաթոռի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի եւ Դիլիջանի զարգացման հիմնադրամի համատեղ ներդրումներով։ Սարգիս Գոքորյան, Համլետ Պապանյան, ժամը լրատվական։